Այսօր մեկնարկել է 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը։ Մինչև ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը վարում է նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ падգամավոր Կնյազ Հասանովը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Նարեկ Կարապետյանը տեղից բացականչել է, թե որտեղ է հայոց հայրապետը։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան հայտարարել է. մեջբերում Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ Մեջբերման ավարտը։ Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը, խնդրում եմ ընդունել կառավարության հրաժարականը։ Այսօր հիմա այս գրությունը կուղարկվի հանրապետության նախագահին եւ նախագահը Սահմանադրության համաձայն կընդունի կառավարության հրաժարականը։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի Կուդրինսկայա հրապարակի Բալզիրոսի ռեստորանում։ Զոհվել է 3 մարդ, 21-ը վիրավորվել։ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ պայթեցվել է ինքնաշեմ պայթուցիկ սարք։ Կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն պայթուցիկ սարքը ռեստորան է բերել մի կին, որը զոհվել է պայթյունի հետևանքով։ Իսպանիայի Սեուտա քաղաքում շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին զինվորականները հսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտները։ Ոստիկանությունը հերթապահում է սուպերմարկետների մուտքերի մոտ։ Ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին գրանցվել, որոնց ընթացքում մարդկանց խմբերը ուժով փորձել էին ներխուժել խանութներ։ Հյուսիսաֆրիկյան Սեուտա եւ Մելիլիա էքսկլավներում ընդամենը մի քանի օրում Մարոկոից ներխուժել էր մոտ 60,000 միգրանտ, որոնցից 67-ը զոհվել էին սահմանը վտանգավոր եղանակով հատելիս։ Ստեղծված քաոսային պայմանների, սննդի եւ կացարանի բացակայության պատճառով արդեն շուրջ 53,000 միգրանտ ստիպված կամավոր վերադարձել է Մարոկո։ Մարոկացի ուժայիններն աջակցել եւ համակարգել են միգրանտների տեղաշարժը, բեռնատարներով նրանց տեղափոխելով անմիջապես իսպանական սահման։ Միգրացիոն կոլապսը միջազգային սկանդալի պատճառ է դարձել։ ԱՄՆ պետդեպարտամենտը մեղադրել է Իսպանիային դեպի Եվրոպա ապօրինի միգրացիան միտումնավոր խթանելու համար։ Եվրամիության ղեկավարությունը խստորեն դատապարտել է տեղի ունեցողը, իսկ Իտալիան ու Ֆրանսիան պաշտպանվելով միգրանտների նոր հոսքերից խստացրել են սահմանային վերահսկողությունն ու ժամանակավորապես սահմանափակել Շենգենյան ազատ տեղաշարժը։ Trump մեդիա ընկերությունը Truth Social հարթակում գործարկել է Truth API վճարովի ծառայությունը։ Այն ֆինանսական խոշոր կազմակերպություններին ամսական $100,000 առաջարկում է Դոնալդ Թրամփի հրապարակումների արագացված հասանելիություն։ Նոր համակարգը թույլ է տալիս ալգորիթմներին վայրկյանային ճշգրտությամբ արձագանքել նախագահի այն գրառումներին, որոնք ազդում են համաշխարհային շուկաների վրա։ Փորձագետները սա համարում են շահերի բացահայտ բախում եւ շուկայական անհավասար պայմանների ստեղծում։ Տարակուսելի այս քայլն ուղղված է ընկերության ֆինանսական ճեղքվածքը փակելուն եւ բաժնետոմսերի շարունակական արժեզրկումը կանխելուն։ Պակիստանն ու իսլամական 13 այլ երկիր պաշտոնապես միացել են Սաուդյան Արաբիայի նախաձեռնած բազմազգ ռազմածովային կոալիցիային։ Նորաստեղծ այս միավորման կենտրոնակայանը կգործի Սաուդյան թագավորության տարածքում։ Դաշինքի հռչակած նպատակն է ապահովել Կարմիր ծովի Բաբ el-Մանդեբի, Նեղուցի ու Ադենի ծոցի նավագնացության եւ էներգակիրների անվտանգությունը։ Մասնակիցների լայն աշխարհագրությունը Թուրքիայից մինչև Նիգերիա վկայում է տարածաշրջանում Ռիադի աշխարհաքաղաքական ազդեցությունն ամրապնդելու փորձերի մասին։ Այսուհանդերձ նմանատիպ կառույցների գործնական արդյունավետությունը կասկածելի է, հաշվի առնելով անդամ պետությունների միջև առկա խորը հակասությունները։ Պակիստանում ձնայուսի պատճառով զոհվել է լեգենդար լեռնագնաց Նիրմալ Բուրջան։ Ձնայուսը խլել է արշավախմբի մասնակիցներից 7-ի կյանքը։ Ժամանակակից ամենահայտնի լեռնագնացներից մեկը փորձում էր բարձրանալ Պակիստանի Proud Peak լեռը։ Ձնայուսը սկսել է լեռան 6600 մետր բարձրության վրա, դեպքից հետո լեռնագնացների հետ կապը կորել էր։ 43-ամյա Բուրջան համարվում էր իր սերնդի ամենամեծ բարձր լեռնային լեռնագնացներից մեկը։ 2019 թվականին նա համաշխարհային ռեկորդ էր սահմանել, բարձրանալով 8000 մետրից բարձր բոլոր 14 լեռները ընդամենը 6 ամսում եւ 6 օրում։ Ողբերգությունից առաջ լեռնագնացը X-ի սոցիալական ցանցում գրել էր, որ ձգտում էր դառնալ առաջին մարդը, որը երկրորդ անգամ կնվաճի բոլոր
14 8000-անոցները առանց թթվածնային սարքավորումների։ 8047 մետր բարձրություն ունեցող Broad Peak-ը համարվում է աշխարհի ամենաբարդ գագաթներից մեկը։ Այն գտնվում է Պակիստանի հյուսիսում գտնվող Կարակորում լեռնաշղթայում եւ մոլորակի 14 ամենաբարձր լեռների թվում է։